Ես հիմա լավ եմ տեսնում, ուրախ եմ, առաջ հավաշակշությունս հավոր էր, իսկ հիմա ես նորմալ քայլում եմ, կարող է փայտիկն էլ չօգտագործեմ։ Ռիմա Սարգսյանը առաջին բուժառուն է Հայաստանում, ում աչքի ցողունային բջիջների փոխպատվաստում է իրականացվել դիակային դոնորից։ Վիրահատությունը կոչվում է կերատոլիմբալ ալոտրանսպլանտացիա։ 2005 թվականին ինձ բախտ է վիճակվել կրթություն ստանալու Ցինցինատի աչքի ինստիտուտում Միացյալ Նահանգներում եւ սովորել հենց Էդվարդ Հոլանդից, այն մարդուց, ով առաջին անգամ այս վիրահատությունը առաջարկել էր աշխարհին 1996 թվականին եւ ես դրանից եմ սովորել ցողունային բջիջների փոխպատվաստումը եւ վերադառնալուց հետո 2005 թվականից առ այսօր մոտ 47 նման վիրահատություն ենք իրականացրել մեր բաժանմունքում, բայց միշտ իրականացրել ենք մեկ աչքից մյուսին, քրոջից, եղբորից կամ հայրիկից, մայրիկից երեխային։ Առաջին անգամն է, որ մենք դիակից ենք կատարում Հայաստանում։ Պատճառը այն է, որ 77-ամյա կինը չունի հայր, մայր, քույր, եղբայր եւ այլընտրանքը դիակի եղջերաթաղանթի ցողունային բջիջներով փոխպատվաստումն էր, որը բերվել է արտերկրից։ Մենք առ այսօր հյուսվածքները ստանում ենք Միացյալ Նահանգներից, Ֆլորիդայի նահանգում Տամպա քաղաքում առկա Lions iBank-ից, որը աշխարհում ամենահայտնի աչքի հյուսվածքների բանկն է, տարեկան մոտ 100 փոխպատվաստում է արվում մեր կենտրոնում, առավելապես մեր բաժանմունքում, եւ մենք անդադար ունենում ենք հյուսվածք։ Եվ երբ անում ենք փոխպատվաստում, այնտեղ լրացուցիչ հյուսվածք է մնում, որից դու կարող ես այդ ցողունային բջիջները վերցնել։ Եվ տվյալ պարագայում մենք տիկնոջը պետպատվերի շրջանակներում անվճար օգնեցինք։ Վիրահատությունը արվում է, եթե վնասված են աչքի ցողունային բջիջները։ Այս դեպքում պատճառը քիմիական այրվածքներն էին։ Բժիշկը նշում է, մեր երկրում դեռևս լիարժեք ձևավորված չէ իրար որևէ հյուսվածք նվիրելու մշակույթը։ Հայաստանում գործում է փոխպատվաստման օրենքը, սակայն Հայաստանում այսպես է, եթե մեր մորգերից օգտվելու լինենք, ինչը արդեն նախարարությունը թույլատրում է, մեր օրենքի մեջ ցավոք ամիկետ, որ պետք է հարազատը համաձայնությունը տա, արդյոք իր քույր, եղբայր, երեխա ծնող իրավունք ունենք վերցնել, թե ոչ։ Իսկ Միացյալ Նահանգների բանկի հետ մեր պայմանագիրը 15 թվականից է, այսինքն իրենք ամբողջ աշխարհին մատակարարում են մեզ նույնպես, եւ այնտեղ բնականաբար նրանց հարազատները թույլատրել են, ստորագրել են, դրա համար վերցվել է եւ օրինական ճանապարհով մեր երկիր է ուղարկվել։ Ռիմա Սարգսյանի համար միևնույն է եղել, որտեղից կվերցնեն ցողունային բջիջները։ Կարևորը կրկին աշխարհն ու մարդկանց տեսնելն էր։ 77 տարեկան եմ եւ միշտ ուզում եմ ժպտամ, որտեղ իմ ատամներն են եւ իսկ տեսողությունս որ վատ էր, դրա համար ես շատ անհանգստացած էի եւ հիմա անպայման ուզում եմ, որ տեսողությունս էլ վերականգնվի եւ 77 տարեկան դառնա 57 տարեկան։ Հեռուստացույց, գիրք, ասում է, դեռ տեսնելու ու կարդալու շատ բան ունի։ Նարեկ Ոսկանյան, Շիրայր Հաբետյան, լուրեր։